ասեմ, որ բոլորից շատ կարոտել եմ, իմ սիրելի բարեկամներ, իմ ջերմություն, իմ հպարտությունն եք դուք, սիրելի ժողովուրդ ջան, կարոտել էի շատ եւ շնորհակալ եմ, որ Տիկին Ռոզան առիթ հանդիսացավ, որ մեր հանդիպումը այս դժվարին մի քանի ամսից հետո, որ հաղթահարեցինք եւ բոլորս միասին ենք եւ սկսել ենք այս գեղեցիկ սրահում։ Իհարկե վերջում ես իմ շնորհակալությունը կհայտնեմ նաեւ սրահին, աշխատակիցներին, տնօրինությանը, բայց ասեմ, որ շնորհակալություն նաեւ մեր մշակույթը սիրող, պահպանող այն մարդկանց, այն գործիչներին, որ այս օրերին, որ մենք տանն ենք եղել, որ մենք անընդհատ վախեցել ենք այս հիվանդությունից, բայց մարդիկ կան մեր շարքերում, որ աշխատել են։ Եվ այդ հետաքրքիր ու սիրելի մարդկանցից մեկը մեր Տիկին Ռոզան է, մեր հպարտություն, մեր ընկեր, ծափահարենք ձեզ։ Այստեղ է նաև գրքի հրատարակիչը, մեր շատ սիրելի Վահագն Սարգսյանը, ծափահարենք իրեն ձևս։ Որովհետև հենց նոր այդ էի ասում, մի փոքր հիմա կարող եմ միտքս թռչել, բայց ուզում եմ կարևոր բաները ասել։ Մենք բազմաթիվ գրքերի միջոցառումներ ենք անում, տոնում ենք շնորհանդեսը, տոնում ենք, շնորհավորում ենք հեղինակներին, բայց միշտ ստվերում են մնում հրատարակիչները։ Այդ առիթով ես որոշել եմ, որ մի գեղեցիկ միջոցառում անեմ եւ ճանաչված մեր շատ մտերիմ մարդկանց հրատարակիչներին նվիրեմ եւ բոլորս ներկա կլինենք եւ մեր շնորհակալությունը կասենք արդեն այս մարդկանց։ Այո։ Ես հիմա նաեւ ուզում եմ մի շնորհակալություն եւս ասել, որովհետեւ միշտ պետք է շնորհակալությունով սկսես եւ շնորհակալությունով ավարտես։ Ես դա դրանում արդեն համոզվել եմ իմ կյանքում, հարգարժան եւ շատ սիրելի Շահեն Հովսեփյան, շնորհակալ եմ ձեզ եւ շնորհակալ ենք բոլորս, որովհետեւ ոչ միայն Տիկին Ռոզայի գիրքն է, որ դուք օգնում եք, որ լույս աշխարհ է գալիս, դուք օգնում եք շատ շատերին։ Ձեր նմանները թող շատ լինեն, ապրեք դուք։ Այսօր սիրելի բարեկամներ, ովքեր ինձ թվում է բոլորս գիտենք, չեմ ուզում ասել, որ ում սերուցքն է այս պահին այստեղ հավաքված, բայց այստեղ են շատ պատկառելի, շատ կարճին մարդիկ, մշակույթի, նվիրյալներ։ Ես նորից ու նորից ուզում եմ շնորհավորել Տիկին Ռոզային, զրույց սրտի հետ գրքի արթիվ, 11-րդ գիրքն է, ծափահարենք Տիկին Ռոզային։ 11 րոպե ծափահարել։ Ուրեմն առաջին հերթին լավ մարդ։ Մնացած տիտղոսների մասին մենք գիտենք, բանաստեղծ է, պոետ է, արձակագիր է, մեդալակիր է, լավ տատիկ, լավ մարդ, շնորհավոր թող ձեզպես մարդիկ շատ լինեն, Տիկին Ռոզա, ապրեք դուք, որ այսօր իհարկե ինձ հետ միասին համախմբել եք բոլորին, շնորհավորում եմ անցնենք առաջ։ Նոր քվարչական շրջանի, կենտրոնական գրադարանի տնօրենուհի, բոլորիս համար, ընկերության մերան, գրականության նվիրյալ Նազենի Արզումանյան, նույն ծախերը փոխություն Նազենի համար։ Ես նույնպես սիրով սրտանց ողջունում եմ իմ լավագույն ընկերներին, բոլոր դեմքերը հարազատ են, բոլորը ժպտացող, անկեղծ, ազնիվ, որից հոգիդ փառավորվում է ուղղակի։ Ես ինձ հիմա, չգիտեմ, զգում եմ 7-րդ երկնքում, որովհետև 7 ամիսների այս կարոտը 7-րդ երկինք էր մեզ տարել։ Եվ այդ կարոտը այսօր ինչ որ ձևով ամփոփելու համար մենք իհարկե ինչպես սիրելի Նազենին ասաց, շնորհակալ լինենք այս դժվարին օրերին իր ստեղծագործական տքնանքով կրկին անգամ մեզ համախմբելու մեր սիրելի Տիկին Ռոզային։ Տիկին Ռոզան ինձ համար մայրության, կանացիության շատ կարևորագույն մի էտալոնային կերպար է, էտալոնային կերպար։ Ինձ համար կարևորվում է այնքանով, որ ինչպես մեր մեծերը, երբ իրենց օրհնանքում ասում էին, մեկը 1000 լինի, կարծես այս տարբերակը, այս օրհնանքը հենց Տիկին Ռոզային է վերաբերում։ Նրա մինուճար որդին այսօր մի ամբողջ գերդաստան է տնօրինում։ Այդ մի շիվը դարձել է մի հսկա կաղնի, իր թավշյա սաղարթի տակ առնելով մի հրաշք գերդաստան, որտեղի տիրուհին եւ սիրելի մայրիկը, մեծ մայրիկը, դա մեր սիրելի Ռոզան է։ Այս կտրվածքով ուզում եմ մի անգամ եւս խոնարհաբար մեր ծափերը հնչեցնենք մայր տատիկ Ռոզային։
թող սեն մնա օջախը սիրելիս, թող այդ սաղարթի տակ դու միշտ լինես թթվածնով հարուստ, լինես շրջապատված քո թորներով, ծորներով, հպարտությամբ ասում է մի քանի օր հետո իմ աղջկա հարսանիքն է, ասում է կգամ, կմնամ թորնիկիս տանը եւ կգամ հարսանիք։ Այդ ինքնավստահությունը, այդ սերը բխում է նրանից, բխում է ուղղակի։ Սիրելիս, շնորհակալ եմ, որ դու կաս եւ այսքանի սրտերը գերել ես քո բարությամբ։ Շնորհակալ եմ։ Եվ մինչև մյուսներին խոսք տալը ես ուզում եմ ասել մի շատ հետաքրքիր բան։ Ճանապարհին ծնվեց մի քարատող նվիրված Տիկին Ռոզային, որը նախապես չէի մտածել։ Ճանապարհին ծնվեց, ես եկա գնեցի այս գեղեցիկ նկարային այս պապկան, որպեսզի հավաքել տամ եւ դնեմ դրա մեջ, բայց բացվեց Կիրակի է, որ որևէ տեղ չէր աշխատում տպագրական որևէ բան։ Ես ձեռագրով գրեցի, դու կտանես կհավաքես։ Եվ ուզում եմ ձեզ ներկայացնել ակրոստիկոս նվիրված Ռոզային, որը իմ սրտի խոսքն է նրան։ Եվ կարծում եմ շատերի սրտի խոսքը։ Ռոզա, սիրելիս, քույր իմ մայրաբույր, որքան սեր ունես պահած քո հոգում, զարդատուփ ես դու երկ ու խրատի, Աստված օծել է քեզ բարի թերի։ Իմ բարի թերի, սիրում քեզ։ Իմ հրաշք, իմ բարի թերի, Մանուշ։ Հրաշքն ուղը նաև քեզ, ես ուզում եմ այս նրան մեջ եղած բոլոր հատիկների նման, կյանքի բոլոր օրերը տանցնեն բեղուն, լիքը, հյութալի, և այս նուրը թող դառնա քո սեղանի զարդը։ Ես սիրում եմ նրներ նվիրել, ճիշտ է Կարինե։ Կարինեի շուր հանդեսին ես բնական նուր եմ բերել։ Շատ նվերնի։ Սա քեզ սիրելիս։ Տիկին Ռոզան է գրելի։ Եվ ուզում եմ իմ խոսքը սիրո փոխանցել մեր վաստակաշատ հաղորդավարին, մեր շատ պատվելի Անահիտ Նավասարդյանին, որը իր սրտի խոսքը կասի եւ նախաբան խոսքը, որը գրված է Տիկին Ռոզայի զրույց սրտի հետ գրքի առաջաբանում։ Համեցեք։ Ես նույնպես շնորհավորում եմ Տիկին Ռոզա ջան եւ նաեւ շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեցիք, որ ես տեսնեմ իմ սիրելի մարդկանց։ Եվ սիրով ներկայացնում եմ բարեկամներ այս գրքի մուտքը։ Հարգարժան ընթերցող, զրույց սրտի հետ գիրքը գրվեց ինքնաբերաբար։ Կանխած նախատեսված չէր, ուղղակի ներքին ձայնի մղումով որոշեցի զրուցել սրտիս հետ ու այս զրույցը ցանկացա փոխանցել ընթերցողներից։ Երբ հերթական անգամ սիրտը սառա ափիս մեջ ու նրա խորքերում փորձեցի փնտրել հոգուս տվայտանքներն ու իդեմս նրա կարդալ մոլորյալ սրտերի մրմունջը, հասկացա, որ մեր երկխոսությունը հոգեբանական մեր շնչանքի ուժ ստանալով միգուցե բալասան դառնա եւ վշտաբեկ սրտերը փորձեն ժպտալ։ Ասես իմ երկրորդ եսը մղեց ինձ գործի անցնել։ Գրքում զետեղված պատմվածքների հերոսներին, նրանց կյանքի պատմություններին ծանոթ լինելով, շատերի հետ կատարված միջադեպերի ականատեսը լինելով, ակամա գրիչ վերցրեցի ու սկսեցի շարադրել մտքերս։ Եվ պատահական չէ, որ նշված իրողությունները բոլորն անխտիր, ասես իմ ապրումների ու հոգեվիճակի պրիզմայով անցած ու թրծված լինեն։ Չնայած դեպքերի բերումով շատ եմ առնչվել նաև անհաշտ ընտանիքների հետ եւ քիչ չեն եղել դեպքերը, որ մինչև անգամ հաշտարարի դեր եմ ստանձնել ու մեծ մասամբ հաջողվել է։ Կյանքիս 7 տասնամյակներից 5-ը լինելով մանուկների մաքրամաքուր աշխարհում, մանկավարժ հոգեբան եմ, հազարավոր ընտանիքների հետ եմ առնչվել եւ մշտապես ինձ վշտացրել է այն, որ երկու ծնողների առկայության պարագայում երեխան զգացել է որբության դառնությունը։ Չնայած ինքս ունեմ ժամանակակից մտածողություն, բայց ավանդական ընտանիքի կողմնակից է։
Ամրակուր ընտանիքում առաջին հերթին մարդու ինքնագիտակցությունը պիտի լինի այնպիսին, որ նախ կարողանա ինքն իրեն տիրապետել ու գրահատել, այնուհետև դիմացինին ընդունել այնպես, ինչպիսին որ նա կա։ Հիմնականում անախորժությունները լինում են այն դեպքում, երբ ի սկզբանե զուգընկերոջը կուրք ես դարձնում, երբեմն աստվածացնում ու երկինք հասցնում, եւ երբ առնչվում ես իրականության հետ, փլուզվում է ամեն ինչ, եւ նրա մեջ չես գտնում այն, ինչը երազել ես։ Գիտիր, որ շինծու ու արհեստական ամեն ինչ շատ արագ փլուզվում է, եւ ճիշտը միայն մեկն է՝ լինել բնական եւ առաջնորդվել բանականությամբ։ Սիրելի ընթերցող, լսիր ներքին ձայնին եւ ապրիր խղճի մտով, ու եթե իզորու ես քո մարմնից նոր մարդ կերտել, ապա բարի եղիր նրան անարատ ու մաքուր, ուրախ ու անվտանգ հանձնել ճակատագրին։ Այո, ընտանիքն այն տաք անկյունն է, որտեղ կարող ես լիարժեք գնահատել ու արժևորել վայելքներդ, եւ կայացած օջախ ընտանիքն է հենց պետության ամուր հիմնակարն է։ Ուրեմն, աշխատիր նաև ինքնուրույն հաղթահարել ծագած խնդիրներն ու ցանկացած վայրեջք ընդունիր պատվախնդորեն ու հենց քո ուժերով բռնիր վերելքի ուղին, միաժամանակ ձերբազատվելով դառնալի մտքերից։ Գրքում զետեղված պատմվածքները գալիս են փաստելու, որ հողագնդում կատարյալ ոչինչ չկա, ինչպես եւ կատարյալ երջանիկ մարդ, նաև ընտանիք գոյություն չեն կարող ունենալ։ Երկկողմանի սերն անգամ չի կարող ապահովել բացարձակ երջանկությունը, միայն երկուսով, այր եւ կին, կարող են վերաիմաստավորել կյանքը, նվիրվածության, փոխզիջումների, փոխադարձ հարգանքի շնորհիվ, որոնց արկայության դեպքում համակրանքն աստիճանաբար վերածվում սիրով եւ երջանկություն ինքն է այցի գալիս։ Եվ երբ մարդու կյանքում հարազատների, ընտանիքների, անդամների իրարից հեռու ապրելու իրավիճակներ են ստեղծվում, որն ասես հայի ապրելաձև է դարձել եւ որի պատճառով նաեւ շատ շատերը ապրում են կարոտով իրարից հեռու, ապա միակ ելքը մնում է նամակը, որի միջոցով էլ մարդն արտահայտում է իր ապրումներն ու խոստովանությունները։ Սիրով, Ռոզա Վարդանյան։ Եվ ես չեմ կարող մի փոքր հակիրճ կարդալ մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ակադեմիկոս, լեզվաբան, խմբագիր Լավրենտի Միրզոյանի խոսքը, տպավորությունը Ռոզա Վարդանյանի գրքից։ Գրասեղանից բազմաթիվ գրքեր են, բանաստեղծական ժողովածուներ, գրական ալմանախներ, հեղինակային հրատարակություններ, որտեղ ներկայացված են 21-րդ դարի առաջին տասնամյակների արդի հայ գրականության մի խումբ երիտասարդ ստեղծագործողներ։ Յուրաքանչյուր լավ տողը, ստեղծագործությունը, ընտրված թեմաները, արծարծված հարցերը ժամանակակից հայ մարդու նկարագիրն ու ապրելակերպը քեզ համոզում են, որ արդեն գործ ունես հասուն գրչով ստեղծագործող, հայ նկարագրող, ժամանակակից հայ գրողի հետ։ Եվ այդ անշուշտ վերաբերում է արդեն 10-րդ 10 գրքի հեղինակ, արձակագիր, բանաստեղծուհի, մանկագիր Ռոզա Վարդանյանին։ Հրատարակության պատրաստող գրողի 11-րդ ժողովածուին զրույց սրտի հետ, պատմվածքներ, նամակներ, ծանոթանալիս կրկին համոզվում ես, որ այո, գործ ունենք հասուն եւ գրագետ, իր ինքնուրույն ոճը ստեղծող գրողի հետ։ Ժողովածուն ունի մեկ թեմատիկա՝ սեր, իր գաղտնիքներով, իր բավիղներով, իր դրսևորումներով, այս ամենից զատ պատկերացնում էի, հանգուցալուծումները կլինեն սովորական, սակայն ոչ։ Բնականոն ճանապարհից դուրս մեկնությունները տրված է յուրովի։ Մի պահ աչքիս առջև պատկերանում էին Նարդոսյան, Զոհրաբյան, հերոսների ճակատագրերը։ Ռոզա Վարդանյանին հաջողվել է առօրյա կյանքից վերցնել սիրո պատմություններ, ներկայացնել դրանք առանց գունազարդումների, ներկայացնել հերոսների հոգեկան ներաշխարհը, ընտանեկան բարդ իրավիճակները, գտնելու, ապրելու, արարելու ճիշտ բանաձևերը, ամուր ընտանիքների գոյահիմքերը։ Սերը այս դեպքում դառնում է փրկողակ, սերը դառնում է պայքարելու, խիզախելու, գոյատևելու խորհրդանիշ։ Սիրո էություն, այսպես է կոչվում ժողովածուի առաջին բաժինը, ուր զետեղված պատումները ընթերցողների համար դառնում են բարոյականության, դաստիարակության դասեր, սովորեցնում ինչպես դժվարին իրադրություններում ճիշտ կողմնորոշվել, վիրիպումներից զերծ մնալու, երազած օջախները կառուցելու,
եւ յուրաքանչյուր պատում ավարտվում է հեղինակի սիրո մեկնաբանություններով, որոնց հարցադրումները հստակ են, ինչպես արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանն է նշում, սերը գոյության հանճարն է միակ։ Սիրո հակառակն ամենևին էլ չսիրելը չէ, մահն է պարզապես։ Սիրահարները անմահությունն են վերանորոգում։ Անմահության գաղտնիքները տեսանելի են պատմվածքներում, իրենց ներքին ապրումներով, հույզերով, անգամ ավտովթարից տուժած եւ կյանքից հեռացող հերոսին փրկում է սերը։ Ճակատագրերը այլազան են, ճակատագրից փախուստ չկա։ Սերը եւ կյանք է, եւ երազ, եւ իրականություն։ Իր շրջադարձություններով, իր էությամբ, այն պետք է ըմբոշխնել եւ վայելել, այն պետք է ապրել, սիրո շերտերը բազում են եւ մի ըստ մի օջե քվարկելն անիմաստ։ Ռոզա Վարդանյանին հաջողվել է յուրոքսանն բացահայտել սիրո գաղտնիքները։ Նրա հավատամքն է սիրով սիրել, սրտանց, սերը մարդկության փրկությունն է եւ հաղթանակը։ Ժողովածուի երկրորդ բաժինը ծրարված խոհապատումն է։ Ներքին տրամաբանական կապ ունի առաջին բաժնի ստեղծագործությունների հետ։ Զետեղված նամակները լրացնում են դրանց մեկնությունները։ Սերը չի ընդհատվում, սերը հավերժություն է, վարդանյանական սերը անկալելի եւ անվերծանելի։ Մնում է Ռոզա Վարդանյանին ստեղծագործական հաջողություններ ցանկանալ, սպասել նրա սիրո նոր պատումներին։ Լավրենտի Միրզոյան, մանկավարժական գիտությունների տեխնացու, պրոֆեսոր, ակադեմիկոս, լեզվաբան։ Իր խոսքը լրացնելու համար ուզում եմ սիրով խոսքը տալ պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանին։ Սիրելի բարեկամներ, անչափ ուրախ եմ, որ այս թագավարակի պայմաններում անգամ մարդիկ ստեղծագործում են եւ այս պայմաններում անգամ առիթ է ստեղծվել մենք կրկին հանդիպելու գեղեցիկ առիթով մեր սիրելի Ռոզա Վարդանյանի զրույց սրտի հետ գրքի շնորհանդեսն է կազմակերպված այս առիթով ուրախ եմ, որ բոլորին լավ եմ տեսնում ուրախ տրամադրությամբ եմ տեսնում, թեկուզ ինձ համար դժվար եւ ծանր օրեր էին այս թագավարակի պայմաններում, ոչ միայն որպես այս համաճարակի առումով, ես հույս ունեմ, ձեր գրքի առաջաբաննել կգրեմ, մյուսների գրքերի առաջաբաննել կգրեմ, բոլորի ստեղծագործական հաջողություններ եմ ցանկանում եմ միշտ բոլորի ժպիտով տեսնեմ եւ ցանկանում եմ, որ բոլորից ստեղծագործությունների շնորհանդեսներին կմասնակցեմ։ Ես ուրեմն հաճախ Տիկին Ռոզայից լսում եմ, թե նա ինչքան այսպես տնավարի եւ մայրաբար է խոսում մեր սիրելի Վահագի մասին։ Նրանք կարծես թե բարեկամներ են եւ այդ գործնական հարաբերությունը այստեղ անելիք չունի։ Նրանց հարաբերությունները այնքան ջերմ են, անկեղծ են։ Այո, քույրաբար, այո, եւ ես ուզում եմ սիրով այս բանին խոսքը տալ Հայաստան հրատարակչության տնօրեն, բանասիրական գիտությունների Դոթեկնացու, մեր շատ սիրելի Վահագ Սարգսյանը։ Հիմա մենք հաճախ ենք անդրադառնում Տիկին Ռոզայի ստեղծագործությանը, այստեղ ասեցին 11 գիրք, անկեղծ ասած ես մի քիչ շփոթահար եմ։ Մի 15 անգամ նայեցի, որտեղ մենք գրել ենք 10-ից ավելի գրքեր կազմի վրա, մինչդեռ 11 գիրքը, մի 20 գիրք միայն ես եմ հրատարակել, չգիտեմ, 11-ը ոնց են հասել։ Երևի թեմատիկայով փունջ են արել։ Երևի լավ չէր հրատարակությունը։ Եվ եթե խոսենք Ռոզա Վարդանյանի թեմատիկայից, բազմաճյուղ թեմատիկա ունի, հայրենասիրություն, սեր, տարբեր խնդիրներ, սոցիալ կենցաղային եւ այլն, որոնցում բոլորի մեջ ունի այդ բարության իր շերտը, որ բերումա բոլորի համար պահած կարծես թե իր չափաբաժնով պետքա բերի։ Ինչի։ Այստեղ հենց մի քիչ առաջ դրա բացահայտումներ գնաց։ Գիրքը, ինչպես Տիկին Ռոզա Վարդանյանն է նշել, այս կորոնավիրուսի, այս ախտավարակի ժամանակների հետ է կապվում, նրա բերած տառապանքի եւ նրա բերած ներշնչանքի հետ է կապվում։ Շատ կարևոր է դա, ինչի, որովհետեւ կորոնավիրուսը համենայն դեպս կարողանում է անել հետեւյալը՝ հեռացնել իրարից մարդկանց։ Գուցե վերագրենք պետության, չգիտեմ, աչու ձախին,
վերագրենք, չգիտեմ, համաշխարհային ձախ ու աչին, բայց ի վերջո սոցիալական հեռավորությունն է լուծում այս հարցը։ Մի իմաստուն մարդ ինձ հուշեց, թե Աստվածաշնչում սա նկարագրված է, բայց նկարագրված է եւ ունի մի ուղղություն, որ ինձ համար ուղղակի սարսափելի է եւ հեռանկարը լավ չի։ Ես կարծում եմ, որ մինչ այդ մեր բժիշկները, հատկապես Նուբար անունով հայ Աֆեյան, պայծառագույն հայ դեմքը, հայ մարդը անպայման դրա հարցը լուծելու է եւ դեմը առնելու։ Եվ փառք Աստծո, ուրեմն կան մարդիկ, ովքեր որ այդ պահին գտնում են սպեղանին, այդ պահին գտնում են, թե ինչպես պիտի բուժման միջոցները լինեն։ Հետո եղավ մի այսպիսի գաղափար, իդեա, որ յուրաքանչյուր այսպիսի խնդիր, այսպիսի խնդրեմ չստացված սիրո սեր, որը չի հասել իր վերջնական նպատակին, սեր, որ փչացրել է հայրը գուցե կամ հասարակությունը կամ կյանքը, որ նետել է ուրիշ ափեր եւ այլն, ի վերջո պետքա մենք հեղինակի հետ լուծում դնենք, ինչ ենք ուզում սրանով ասել։ Եվ հեղինակը, որովհետև Տիկին Ռոզա Վարդանյանն է, գտավ լուծումը, բարոյախոսություն, այսինքն առակը զինչ ցուցան է։ Պատմությունը եղավ, պատումը նկարագրվեց, բոլոր պատումները իրապատում են, իրականությունից ծնված գործեր են, զուտ անուններն են փոխված, մարդիկ, որոնց որ Տիկին Ռոզան ճանաչում է, հələ մի թեթևել ինձ հիշեցրեց, ես էլ իմ ուղեղի անկյուններում շատ բաներ, ծալքեր բացեցի։ Բայց այսպես տալ միանգամից ընթերցողին եւ ոչինչ չասել, չմեկնաբանել, ճիշտ չէր լինի, որովհետեւ կան այնտեղ նրբություններ, երբ որ երկու քույր երեխաներ են ունենում, մեկը մյուսին օգնում է, բաներ, հարցեր, որ չեմ ուզում այստեղ խորական դրա մեջ, որ չի կարող ընկալել հայ մարդը, դա հայ մարդու մենթալիտետի մեջ չի մտնում, բարոյականի մեջ չի մտնում։ Եվ Տիկին Ռոզան անցավ իր գործին, սկսեց յուրաքանչյուր պատումի վերջում դնել իր բարոյախրատական, ես մի քիչ բառը գուցե թե անհաջող է, որտեղ մի քիչ կոշտ է հնչում բարոյախրատական, բայց մտավ մարդու սրտի մեջ։ Այս դեպքում արդեն իսկապես, այո, սիրտը առավ բռան մեջ եւ սկսեց խոսել սրտի հետ, որ գիտեք հասարակության անդամներ, այսպես էլ է եղել, բայց սա ճանապարհ չի։ Գիտեք հասարակության անդամներ, սերը գոյության հանճարն է միակ, պետք է փայփայել դա, որպեսզի այդ պտուղը լինի բարվոք, լինի արդար, լինի հայ մարդու իսկական տիպար։ Շատ լավ գիրք ծնվեց, ի վերջո։ Երկունքի ցավերը ես երկար նկարագրեցի, բայց ես ասեմ, հեշտ ծնունդ էր, եւ ես նաեւ պետք է ասեմ, որ Երեք ամսվա ծնունդ էր, ինչ խնդիրներ որ առաջացան, կապված խմբագրման հետ, սրբագրման հետ, ինչ խնդիրներ որ առաջացան վերնագրեր դնելու հետ, որ էլի ինչ որ բարդ կածաններով անցանք, այնուամենայնիվ գրքի լույս ընծայման պահին, երբ որ ծնվեց հրաշամանուկը, վառ գույներով, պայծառ աչքերով, հասարակությանը առողջ աչքերով նայող մի գիրք, ես հասկացա, որ բոլոր ցավերը հետևում մնացին, մենք ուրեմն խնդիրներ այլևս չունենք, մենք հերթական անգամ մեր գործն արեցինք պատվով եւ մեր գործը արեցինք գիտակցաբար, տալով մեր հասարակությանը մի գիրք, որ պիտի կատարի շատ ռեալ գործեր, ոչ թե ռոմանտիկական ներշնչանքներում, այլ կենցաղի մեջ, առօրյա, արտոնի։ Նազենի ջան, ուրեմն հանդիպումները պիտի կրկնվեն, եւ այդ պակաս թեմաները, որոնց կարելի է լսել։ Սրճարանի տնօրինությունը, մշակութասեր տնօրինությունը եւ հաջորդ Շնորհակալություն ձեզ, շատ, իրոք մենք պես զգում ենք մի մեծ լսարանում եւ մեծ մտահոգով այդ հարցերը ազնվությամբ ժամերով կարելի է Էդ էր իմ պատճառը, ես շատ ուրախ եմ, որ միայն հարցը չի, ամբողջ համազգային հարցը։ Այսօր այդ հարցերի լուծման համար իրոք ճանապարհներ են որոնում բոլորը, պետք է գտնել այդ ճանապարհը, միայն խոսելով եւ ներկայացնելով չբավարարվենք։ Եվ ուրեմն ես ուզում եմ այս պահին մեր այս ցանկալի հյուրերի շարքից խոսքը տալ նաեւ Մայրերքության հրաշալի գիտակ,
բանաստեղծ, հրապարակախոս, մշակույթի վաստակավոր գործիչ Կորյուն Արաքելյանին հնչեցնելու իր սրտի խոսքը նվիրված Ռոզա Վարդանյանի եւ նրա գրքին։ Ուրեմն ես Ռոզային գիտեմ որպես բանաստեղծ, ես նույնիսկ կարծում եմ այս գրքի շնորհանդեսին որ ես գալու եմ, դա բանաստեղծությունների շնորհանդես։ Բայց ես եկա տեսա, որ լրիվ Ռոզա է, ապահովությունների գիրք է, այդ ավելի ոչինչ ուրախացրեց եւ այս առումով հիշեցի Բայրոնին։ Բայրոնն ասում է, եթե մարդը սկսում է բանաստեղծություն գրել, ուրեմն կամ սիրահարված է կամ գիշ։ Ուրեմն ես համոզված եմ, որ Ռոզան գիշ չի, եթե գիշ է ընկերություն։ Եվ քանի որ սիրո մասին խոսք էլի մեր մեծերին հիշենք, էլի մեր բանաստեղծներից մեկը հրաշալի Համոսարյանն ասում է առաջին սերը միշտ նման է ձնծաղիկի, որը ձյան տակից անում է առաջին անգամ, անում է իր գլուխ։ Երկրորդ սերը, ասում է, նման է թփի մեջ երևացող մանուշա։ Իսկ երրորդ սերը նման է վարդի, որից բուրմունքը անցնում է բոլորին, հուշը մնում է բանաստեղծին։ Այս ես Ուրեմն քանի որ այստեղ ավելի շատ սազում է մայրությունը, որտեղ որ հավաքված այն Ռոզան է դրանց վերտարչիչներից մեկն է, ես շատ գնահատված եմ զգում, որ ես հասցրի մի ամբողջ մայրական բանաստեղծությունների գիրք տպագրել, որը որ ինձ միշտ պատիվ է բերում, եւ ես որպեսզի շատ երկար չխոսեմ մայրության մասին, մայրերի մասին։ Ընդամենը այս գիրք ուզում եմ նվիրել Ռոզային, որտեղ դու չունես այս գիրքը։ Եվ ուզում եմ այս գիրքից ամեն արտասանել մի բանաստեղծություն, այս բանաստեղծությունների լավ մասնագետն է մեր Անահիտն է, որը որ առաջի անգամ իր ռադիոյով հնչեցրեց, երբ ինձ հարցնում են, թե հավատում եք գոյության մասին, ես երբեք ոչինչ չեմ պատասխանում, այլուր նայում եմ պատից ինձ նայող մորս նկարել։ Ես ձեր ցավը տանեմ, ուրիշ հարգելի Ռոզա ջան, Ինքրուտ ջան, Նազենին կներեք Ժողովուրդ ջան, Նազենին շատ լավ ասեց, որ Ռոզան մեր ընկերն է, մեր ընկերուհին է, եւ իրոք ինձ համար այսօր շատ ջերմ, հարազատ ընկերներիս հետ եմ եւ Լավրենտի ջան, ակադեմիկոս աղբեր ջան, մենք որ կյանքը սկսել ենք, լա ակադեմիկ չգիտենք ինչա, աչքդ լույս Շամշադինի համար, Սև Սարի համար մեր բանակի եւ թույլ տվեք մեր նախարարության կողմից, նախարարի կողմից Ռոզա ջան այսօր մեծ պարգև ունես, քանի որ զինվորների հետ երիտասարդ իրավապաշտպան կազմակերպությունների հետ ես աշխատում եւ իրոք ակադեմիկ Միրզոյանը ճիշտ ասեց, որ հարկավոր է շատ կարեւոր ուշադրություն դարձնել բանակին։ Որովհետև բանակը այսօր մեր պետությունն է, բանակը այսօր… Մանկապարտեզը բանակ է։ Այսօր Կորյունս իմ լավ 50-60 տարվա աղբերս է, ընկերս, անգեներ, թույլ տվեք, որ երկար չխոսեմ, ոնց որ ավակ ընկերոջս տղան ասեց, մգտիչի, այսօր ես կարդամ ձեզ մի հատ լավ պարգև ունեմ պաշտպանության նախարարության կողմից, Ռոզա ջան, սրտանց Նազենի ոցոր ասել, դու մեր քուրն ես, ընքան էլ երկար են գրի ես տնաշինները, ես քեզ է հասնում, պարգևատրվում է, կես դարյա մանկավարժական աշխատանքների գործնեության ամբասիր նվիրվելու մատաղ սերնդի համակողմանի զարգացման նպատակով բանակի եւ ուժային կառույցների հետ երկար տարիներ համագործակցելու համար պարգևատրել Հովհաննես Թումանյանի հուշամեդալով։ Շնորհավորում եմ։
Դոկումենտը Ռոզա ջան, շատ շնորհավորում եմ։ Շատ Ապրես։ Շատ շնորհակալ եմ։ Նազելի ջան, ապրես։ Շատ պատասխանատու Գեներալների կողմից էլ բոլորին շնորհավորում եմ։ շնորհակալ եմ։ Եղավ, նկարվենք։ Ուրեմն ես շատ ուրախ եմ այսպես շատ լավ բարեկամների հետ միասին հայտարարելու այստեղ, որ մենք ունենք մի բարերար, որը որ գրքի հրատարակիչ է եւ մեր Հայաստանում դրանք շատ քիչ են մնացել։ Որովհետեւ մենք մի ժամանակ մենք պետ պատվերով գրողները գիրք ունենք։ Եվ ես պատվեր եմ ունեցել մի 3 թե 4 գիրք հրատարակել պետ պատվերով։ Հիմա պետ պատվեր գոյություն չունի։ Եվ մարդիկ, այսպես մարդ են ման գալի, գրողները շատ բաներ ունեն գրած, բան են ման գալիս, որ մի բարերար գտնեն, որի միջոցներով կարողանան գիրք հրատարակել։ Որովհետև քանի որ դուք եք այստեղ եւ լավ բարերարներ, լավ նաեւ Սարգսյանը, այն որ այսպես էժանակի հատապագրում է, հրատարակում է, բաժանում է եւ այլն, դա մեծ բարերարություն է։ Նաեւ ձեզ եմ շատ շնորհակալ։ Այո։ Եվ բոլոր այն բարերարներին, որոնք բոլորը իրենց խոսքը գիտեն, որ պիտի ասեն, բայց չեմ կարող այս պահին խոսքը չտալ մեր հրաշալի ընկերուհու, մեր սիրելի, մեր հոգեբան, մարդկային էության բացահայտիչ, մարդկային բարոյագիտական կերտումների նոր դրսևորումների հայտ բերող, բարության, սիրո, մանկության, ու նրա հերթական գրքերի շարքը, ում սեղանին դրված են, նա չի կարող կյանքում չբարոյակրթվել, չմշակույթակրթվել, չդաստիարակվել, չմարդեղանալ, դա անհնար է։ Շնորհակալություն ձեզ, համեցեք, այդտեղից եք ուզում խոսել, տիկին Էվա ջան, ծավալենք մեր Էմատանանյանի, բազմաթիվ գրքերի հեղինակ, Բոլորից շատ սիրում եմ, մի անգամ սկսեմ նրանով, որ մեր տուն քահանա էինք հրավիրել, որ տուն օրհներ, մի 2-3 տարի առաջ, վերջում երբ շնորհակալ եղանք, վայ Տեր ջան, Վարսեղը մահացել է արդեն, ասեց քույրիկներ ջան, ինձ ու քրոջս, ես ինչ քահանա, ձեզանով եմ քահանա, դուք եք ինձ մեծարում ու քահանա դարձնում, ես եմ շնորհակալ, ես շնորհակալ եմ, որ դուք իմ կողքին կաք, ես ձեզանով եմ, այսքան որ Ռիփսիմեն ասեց, ոնց որ դա իմ մասին էր, ամաչեցին ինձ, շատ շնորհակալ եմ, իրոք մենք շատ գործ ունենք, նախ ներկայանամ, որ ընկերները նաև որոշ մարդիկ չգիտեն, 40 եւ ավել տարիներ աշխատում եմ տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում դասախոսում եմ, սերունդներ եմ կրթում եւ շատ հարցեր եմ տեսնում, շատ մտահոգիչ բաներ, որ քիչ առաջ դուք բարձրացիք։ Ուր են գնում, պիտի մենք կանգ առնենք, պիտի մենք կանգնացնենք այս նավի ընթացքը, որը սխալ ուղղությամբ է տանում մեր սերունդին։ Կարծում եմ մտավորականի ֆունկցիան դա է, եթե ոչինչ մտավորական գրի, վերջացնի երկու տող համարի, որ ինքը ոչ, մենք հեգեմոն դեր ունենք մեր ժողովրդի համար եւ պետք է կանգնացնենք այս ընթացքը։ Իմ Ռոզայի մասին ես շատ բան կարող եմ ասել, որտեվ արդեն քանի տարի է ծանոթ ենք, գիտեմ, գրքին ծանոթ չեմ, բայց հեռախոսով արդեն պատմել է ինչի մասին է, խորտակցել ենք, քննարկել ենք, շատ լավ մտահղացում ունես եւ այլը։ Ռոզան գիտի իր անելիքը, այո, նա էլ իր գործն է անում, իր խոսքն է ասում։ Եվ մի անգամ այս վերջերս հետաքրքիր բան պատմեց, քույրիկների տանն էր, ինձ տպավորվեց այդ միտքը։ Միշտ մենք գիտենք, որ եթե բերքը հաջող չի լինում, ծիրանի ծառը հաջող չի, որտնած է, ոչ թե դա բերքից է, պետք է վերցնենք, բացենք ծիրանը, որտեղ գցենք, նորից փակենք, ասենք շարունակի աճել, այլ արմատից է։ Արմատը պիտի սնենք, բուժենք, պարարտացնենք, որ բերքը առողջ լինի։ Եվ հետաքրքիր էր, որ Ռոզան ասեց, գիտես Էմա, իմ մամայից եմ, ես նման եմ իմ մամային։
Իմ մաման հին շորից, մեր եղած շորերից կարում, սիրուն շորեր էր կարում, չէ՞ Ռոզա։ Եվ երբ դպրոց էի գնում, նույնիսկ ասում են, «Իսքան մանդ թանկ շորեր ինչի եք հագցնում ձեր երեխային»։ Մային ասել է, «Թանկ չի, դա իմ հին շորերից եմ կարել արել»։ Այդ շնորհը փոխանցվել է մեր Ռոզային։ Ես Ռոզայի մասին կարող եմ ասել, այո, շատ բազմաշնորհքին է, շատ։ Տեսեք, նա փորձեց իր ուժերը մանկական աշխարհում, դարավանդիր մանկագիր, փորձեց ուժերը արձականում երիտասարդների սիրո եւ այդ հարցերում, փայլեց այդտեղ։ Ուժերը փորձեց հիմա էլ արձակում, դեռ ծանոթ չեմ, բայց համոզված եմ, որ շատ լավ պետք է լինի։ Չեմ ասում դեռ երգահանության մասին, որ երգեր էլ ունե, այդ արդեն զարմանալի է ինձ համար, հա, նույնիսկ շատ լավ գեղեցիկ երգեր ունե։ Ինչն էլ լավ, որ Ռոզան վայելում է, ընկերներ ջան, համբերություն, եթե ընկերներն ասեցին, որ իրենք 45 րոպեանոց ժամերի մեջ են տեղավորվում, ասեմ, որ մեր դասերը 80 րոպե է։ Ձայն շտայ, հետաքրքիր է, այո, Ռոզայի բազմաշնորհությունը նա վայելում է իր պտուղները իր օրոք եւ այս ընկերների շրջապատում եւ ընթերցողների մեջ։ Մի այսպիսի հետաքրքիր առակ պատմություն։ Մեկը արմավի ծառ է տնկում ավազի մեջ, Երևանի շոգնալում։ Խապ քրտինքի մեջ ծառը փորում է, ավազը փորում է, որ ծառը տնկե։ Հարևանը մեծահարուստ հարևանը անցնելուց է լինում, տեսնում ասում է, այ հարևան, ինչի ես չարչարվում։ Արի գնանք կողքի պանդոկը գարիջի հյուրասիրեմ քեզ, դու չգիտես, դու քանի տարեկան ես, ասում է 60, 70, թե 80, այդքան կլնեմ էլի։ Ասում է դու չգիտես, որ արմավ ծառը 50 տարի հետո է բերք տալիս, դու որ հիմա ցանում ես, 50 տարի դու այդքան կապրես, որ դու բերքը ուտես։ Ասում է ոչինչ, ես ուրիշի տնկածն եմ ուտում, թող ուրիշն էլ իմ տնկածը ուտի եւ օրհնի ինձ։ Լսի ասում է, դու շատ կարևոր դաս տվեցի, մի րոպե, ես դրա համար պիտի վճարեմ, հանուն վճարում է։ Լսեք ասում է, քիչ առաջ դուք ինչ ասեցիք։ Ասեցիք, որ ամեն արմավի ծառ տնկողը իր պտուղը չի ճաշակում։ Ես արդեն հասցրեցի ճաշակել։ Մի րոպե դու ավելի խելոք բան ասի, հանուն գումար է տալիս։ Ասում է, քիչ առաջ դու ասեցիր, որ էլի չէ, բայց ես երկու անգամ վարձատրվեցի։ Հարևան, երևի դու որոշել ես ինձ նկատել։ Ես գնամ, հա, դու շարունակե քո գործը։ Ասիկը որ Ռոզան վայելում է իր ցանացի պտուղները։ Ռոզան շատ լավատես մարդ է, իրոք սեղ լավ ասեց մեր Լուսիմեն, ընկերները, օրինակել ընտանիք ունի, մեկով 20 է, այո Ռոզա։ 19։ Ես միշտ հարցնում եմ, Ռոզա, ոնց է որ քո ծորները, չեմ ասում թորները, մեծ են թորները, ծորները քեզ չեն խանգարում, մեկինից էլ խոսում ասում, վայ դու եկար, հա, իմ այս տարտու մամայի, ասում եմ, ոնց ես հասում, այսքան լայք դնել, բոլորին բաներ, մեկնաբանություններ գրել, հələ մի հատ ստեղծագործել, հասցնում եմ Էմա ջան, լավ է, իմ սորները ինչ չեն խանգարում, շատ լավատես մարդ, այո, օգնում են, այո, շատ լավատես մարդ, գիտեք, մարդը պետք է լավատես լինի, ասում եմ, ես էլ էի առաջ այդպես ձեր նման մտածում, տխուր, բան անցնում են, բայց հետո սկսեցի համակերպել այն եղանակին, որ տրվեց, անձրևը ուրախանում եմ անձրևի համար, կարկուտ է կարկուտի, ջուն, մի խոսքով, այսինքն ընդունում եմ այն ինչ որ կա։ Ռոզան հենց այդպիսին է, Ռոզա ջան, քեզանից շատ բան ենք սովորելու, իրոք շատ օրինակելի ես մեր սերունդի համար եւ գրիչը միշտ բեղուն լինի, շարունակի ստեղծագործել, այո, ձեր շրջապատ, ձեր այո, մենք շատ գործ ունենք եւ կարծում եմ արծվի այս գրքին դու չեկար շնորհանդես ինչ ստացեց օպերացիայի, սիրով նվիրում եմ ճախրիր արծվի պես դու կարող ես, դու կարող ես, հաստատ կարող ես։ Այո, իսկույնների համար ես գրքերը նվեր ստացան։ Ապրես, շատ ուրախ եմ, երջանիկ եմ, որ այսօր բարձրացել։ Բայց էլի գիրք ունես, պարոն Լավրենտի Միրզոյանին ինքը ասեց, որ ես գիրք չունեմ։ Բաբահագի։ Այստեղ բազմիցս նշվեց, որ գիրքը երկու մասից է բաղկացած, որտեղ առաջին մասում պատմվածքներն են Տիկին Ռոզայի, երկրորդ մասում նամականին է։ Նամակների այս տպագրման առաջարկը ինձ շատ դուր եկավ եւ Տիկին Ռոզան ինձ զանգեց ու ասաց. «Կարող ես նամակ գրել»։ Ասում եմ՝ «Ում»։ Չգիտեմ, ասում է, ինքդ որոշիր, կարող ես նամակ գրել։
Եվ ուրեմն ես անսպասելի ու հաճելի այդ առաջարկից շատ տպավորվեցի եւ երեկոյան ծնվեց իմ նամակը հուշ նամակ ծնողներիս։ Նրանք երկուսն էլ արդեն չկան, բայց նրանց հետ խոսելու, նրանց հետ շփվելու, նրանց հիշելու անհրաժեշտությունը կար ամեն վայրկյան, որը ես դառնում եմ իմ ստեղծագործություններում, իմ երեխաների հետ, իմ թոռների հետ եւ այլն, բայց գրել նամակ իմ ծնողներին դա հանկարծ ծնվեց իմ մեջ եւ գիշերը զանգեցի, ասում տիկին Ռոզա նամակը պատրաստ է։ Հուզվել է, ասում է ում ես գրել նամակը, ասում եմ ծնողներիս։ Եվ շնորհակալ եմ, որ տիկին Ռոզան ոչ միայն դրեց գրքում իմ նամակը, այլ նաեւ պատասխանեց իմ նամակին։ Շնորհակալ եմ շատ։ Սիրով ուզում եմ խոսքը տալ մեր շատ սիրելի Գոհար Մարտիկյանին, գրող հրապարակախոս, ապրելու բանաձևը գրքի եւ հաղորդաշարի հեղինակ, եւ ուզում եմ սետանցը լսել նրա խոսքը։ Համեցեք, Տիկին Մարտիկյան։ Տիկին Մարտիկյանը մի փոքր այս շոկից իրեն վատ է զգում, բայց հուսանք, որ իր ներկայությունը եւ իր խոսքը սարքանի։ Իհարկե, եւ այս Կանշատությունների ահավոր կողքի վատ վիճակում է, բայց այսօր եկել է։ Ես չէի կարող ինքը ներկայացնել, Եթե չէի կարող չգալ, ինքն էլ իմ խիստ ցանկությանը առաջ գնաց եւ եկավ այս վիճակով։ Շատ Բայց ինչ լավ վիճակ է, ինչ է։ Շատ տպավորություն։ ապրես որ լավ, 40 րոպե տրվում էր ուսուցիչներին, 80 տրվում էր էմային, չէ, որպես ուսուցչուհի եւ դասախոս, եւ քանի որ ես Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող եմ, ինձ մեր հաղորդումները գնում են 24 ժամ շարունակ, ես խոստանում եմ 24 ժամ չխոսել։ Խնայել ձեզ։ Բայց կխոսեմ այնքան, որքան կկարողանամ այս պահին, որովհետեւ ասելիքս այնքան շատ էր։ Ես կարծում եի իրոք երևի մի 40 րոպե կխոսեմ, բայց կասեմ հիմա ամենակարևորները։ Կարևորագույնը այն էր, որ այս թագաժահրի, թագավարակի այս զզվելի անունը կրող այդ վիճակում երբ մեկուսացել էինք մենք, թեև ես այնքան չեմ մեկուսացել, ես շարունակում էի ռադիոյում կնդրի հետ կիսել հաղորդումներս, որովհետև ունեմ ֆոնդային 1300-ից ավելի հաղորդումները հնչում են ռադիոյում, բայց ինձ խնայելով մեկուսացրել էին, որ ես չվարակվեմ, եւ ես սովորեցի չգրել։ Երևի առաջին դասարանից գրում եմ ու երևի պետք էր այս թագավարակը, որ ես կարողանայի ժամանակ գտնել նաև չգրելու։ Այնքան չգրեցի, որ կորցրեցի գրելու կարողությունը։ Եկավ մի ժամանակ, որ ինձ թվաց, թե ես կորցրել եմ նաև խոսելու կարողությունը, բայց Ռոզա ջան, դու այնքան մեծ էր իմ հարգանքները քո հանդեպ։ շնորհակալ եմ, շատ փոխադարձ։ Եթե շատ խոսեմ կընդհատեք, որովհետև ես արդեն սկսեցի խոսել։ Բայց ամենակարևորն այն է, որ ես նաև կարողացա այս ընթացքում գրել մի բան, ես հետո կասեմ հաշվորի։ Նամակ, որի թեման առաջացել էր, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի քարվաճառ, որովհետև նրան ճանապարհելուց հետո, դեպի անմահություն ճանապարհելուց հետո ես չի կարողանում մտնել քարվաճառ, որտեղ նա հերոսացել էր, բայց ինձ կարողացան տանել ի վերջո 16 տարի անց։ Այնտեղ մի դրվագ, մի պատմությունն էր այնտեղ մեխվել իմ ուղեղում, որի մասին մտածում էի մշտապես գրել։ 13-րդ հատորն արդեն պատրաստ է տպագրության։ Դեռ չի տպագրվել, բայց ես չի կարողանում գրել նամակին որդուն։ Ու մի օր զանգահարում է Ռոզան ու պարտադրում։ Ես չեմ ասի խնդրում, խնդրանքով պարտադրում, որ ես անպայման պիտի գրեմ նամակ որդուս։ Եթե ես, որովհետև ես ունեմ որդուցը ստացած տպավորությունները, ունեմ նամակները նրանից ստացած պատերազմի դաշտից ու ըստ երևույթին եկավ պահը ու Ռոզան այնպես ներկայացրեց վիճակը, որ այս գրքում պիտի լինի, ես մտածում եմ իմ գրքում, թե Ռոզայի գրքում։ Հարգանքս ու սերս, այո, հարգանքս ու սերս Ռոզայի հանդեպ հաղթեցին ու ես գրեցի։ Առաջին օրը Ռոզային ճիշտը չասացի, չեմ ուզում ասել խաբեցի, որովհետև դա սիրուն բան չի։ Զանգահարեց, ասեց սկսել ես, մեկ շաբաթ անց սկսել ես
ասեցի ոնց որ թե սկսել եմ, երկրորդ անգամ զանգահարեց, ասի վերնագիրը գրել եմ։ Եվ այսպես մեկ շաբաթ շարունակ ես համակարգիչը միացնում, անջատում ու չէի կարողանում գրել։ Բայց ընթացքում թե ինչ ներշնչանք, ինչքան սեր, ինչքան հոգատարություն, չգիտեմ, կենսահոսանքներ հեռախոսով Ռոզա Վարդանյանը հաղորդեց ինձ, չգիտեմ դա ինչ ի վերուս տրված մի շնոր էր նրան, որ տվեց ինձ այդ հնարավորությունը, որ ես ի վերջո մի երկու շաբթի նստեցի համակարգչի առջև, մի անգամից գրեցի եւ ուղարկեցի իրեն։ Ըստ երևույթին դա ստացվեց, որովհետեւ դա արդեն խմորված էր։ Դուք կկարդաք նամակը, կարծում եմ շատ տպավորիչ, հուզիչ նամակ է եւ շատ կարեւոր, որ այդ գրքում կա։ Շատ ուրախ եմ դրա համար։ Մտածում կարող է, եթե նկարը լիներ ժայել, եթե դնեինք։ Եթե ասեիք ուղարկեի ջահել նկարը։ Մյուս գրքում, հաջորդ գրքում, բայց ես մի խնդրանք ունեմ, գիտեք, մի շատ մեծ խնդրանք ունեմ, հատկապես մանկավարժներից։ Այս գիրքը ես հասցրեցի կարդալ, ոչ լրիվ, մինչև նամականին, նամակներից իմ գրածը, զարմանալի էր, բայց իմ գրածը կարդացի սկզբից մինչև վերջ մի շնչում, ու հետո կարդացի Ռուքսիմեի գրած նամակը։ Անկեղծ ասած, Ռուքսիմեի նամակը կարդալուց հետո ես շատ կներեք, հետո մյուսները թրուցիկ, քո նամակները թրուցիկ կարդացի ինչու, որովհետև դրանք քո սրտի խոսքն էին, այն խոսքերն էին, որոնք մենք յուրաքանչյուրս, մեզնից յուրաքանչյուրը իր հարազատին կարող է ուղղել։ Եղբորը, քրոջը, ջերմությունը կար այդ բոլորի ու հասկանալի էր այդ ամենը, բայց այնքան գեղեցիկ էր նկարագրած Ռուքսիմեի քո նամակը։ Իմի մասին դու կխոսես, քոնի մասին։ Եվ հետաքրքիրն այն է, որ Ռոզան կարողանում է գտնել թեման ու կարողանում է այդ թեման բերել ու շաղախել իր նախորդ գրածներին։ Ինչու եմ ես հիմա ուզում նախորդի մասին ավելի շատ խոսել, որովհետև այդ ընթացքում ես կարդում եի այդ ձախողված կենսագրությունների եւ ընտանիքների մասին, մտածեցի, որ մենք այդ շնորհանդեսը սրանից հետո հաջորդ անգամ անենք որևէ մի երիտասարդական հավաքի ժամանակ, գուցե դպրոցում, գուցե ուսանողների մոտ։ Ես հաճախ եմ դպրոց գնում, այնպես որ դա էլ կգիտեմ։ Այստեղ ես որքան հասկացա, այստեղ այնքան ուսանելի բան կա, սերը չկորցնելու մի մեծ գաղափար կա, մեզնից երևի շատերը շատ կորցրած կլինեն այն սերը, որը իրենց պետք է ապրեցներ։ Ամուսնացել են երևի թե ոչ նրա հետ, դիմացել են, որովհետև հայ են, որովհետև ինչքան հասկացա, այստեղ բոլորը հայ են, հայերը հիմնականում ընտանիքը պահպանելու համար դիմանում են ամեն ինչին, այնպես ինչպես Ռոզան ամեն հեռախոսով խոսելու ժամանակ, հենց ես ասում եմ տրամադրություն չունեմ, մտածում է թե երևի մեր ընտանիքում ինչ-որ մի բան կա, չէ, բայց մեր ընտանիքում իրոք ոչինչ չկա։ Ուղղակի ես հանկարծ որ դրանք կարդացի, մտածեցի ինչ անհետաքրքիր ենք ապրել, ոչ վիճել ենք, ոչ բարկացել ենք, ոչ բաժանվել ենք, ոչ բամբասել ենք, ոչինչ չենք արել, պարզապես մտահոգվել ենք մեր զավակների ճակատագրով, իհարկե մեկը, ինչպես ասում են, կուտ գնաց, մյուսով ենք հետաքրքրված, բայց այն ինչ կորցրել են այս ընտանիքները, այս պատմությունները ըստ երևույթին պիտի տեղյակ լինի եւ պիտի դաս լինի բոլոր երիտասարդների համար եւ հաջորդը հուսամ որ կլինի այնտեղ որևէ երիտասարդական հավաքի ժամանակ, իսկ քեզ Ռոզա ջան անչափ շնորհակալ եմ, դու օգնեցիր ինձ վերգտնել գրելու կարողությունը եւ կներեք ինձ, բայց այսօր էլ վերգտա խոսելու կարողությունը, շնորհակալ եմ քեզ, իսկապես շնորհակալ եմ, որ դու հայտնվեցիր իմ կյանքում եւ այն քո էներգակիրը աշխատեցնելով էներգիա հաղորդեցիր նաեւ շնորհակալ եմ անչափ։ Իսկ մենք կարող ենք Հիմա մենք կլսենք մեզանից երևի ամենագերիտասարդ մեր հյուրին, Կալիֆորնիայի հարգորողների միության հայաստանյաց ներկայացուցչության ղեկավար եւ Նանե մանկապատանեկան թատրոնի տնօրեն Մարինե Իսրայելյան Մոս Ուշեղյանին։ Ծափարենք եւ սիրեք լսենք։ Ողջունում եմ բոլորիդ հարգելի ներկաներ, հակիրճ լինելու համար թույլ տվեք ես ուղղակի ընթերցեմ ելույթս։ Ուրախ եմ ներկա գտնվել բանաստեղծուհի, արձակագիր, նաև դրամատուրգ Ռոզա Վարդանյանի զրույց սրտի հետ պատմվածքների ժողովածուի շնորհանդեսին, շնորհանդես, որից անմիջապես հետո գիրքը պիտի բռնի ճակատագրով սահմանված իր ուղին դեպի ընթերցասեր լսարաններ։
Գերելու նրանց եւ հերթական անգամ փաստելու, որ ոչ ոք միայնակ չէ իր զգացողություններում։ Այո, սրա վկայողը գրողներն են, որոնք իրենց հույզերը ներկայացնելով գրական գեղարվեստական պատումի տեսքով ընթերցողին ասում են՝ դու մենակ չես, դու մարդ ես, որ ոչ միայն միս ու արյունից է, այլ նաեւ հոգուց։ Ինչ են ավանդում այս պատումները, որն է սրանց դերը։ Կարծում եմ սա նույնն է, երբ ասում են մտավորականը պիտի հանրության կողքին լինի, հոգա նրա մասին։ Գրողն ընթերցողի կողքին է իր մտքի ու խոսքի գանձարանով, միշտ ներկա ու պատրաստական սփոփելու եւ կրելու այն հոգսը, որը կա, եղել է եւ միշտ կլինի։ Գրող լինելն առաքելություն է, որը Ռոզա Վարդանյանը պատվով է իրականացնում արդեն երկար տարիներ։ Այսօր ես այստեղ եմ որպես հայ մշակութային գեղեցիկ ընտանիքի անդամ, բայց առաջնահերթ որպես ամուսնուս դրամատուրգ արձակագիր Մխիթար Մոսմուշեղյանի ներկայացուցիչ, որ մեծ ուրախությամբ ընդունեց տիկին Ռոզայի հրավերը, սակայն ներկա գտնվել չկարողացավ։ Ահա այս հարթակը, այս միջավայրը, այս գրքի ծնունդը գալիս է փաստելու, որ անգամ համավարակի դիվային օրերին մեր մշակույթը, մեր գրականությունը շարունակում է ծաղկել ու զարգանալ, այս պարագայում իդեմս Ռոզա Վարդանյանի։ Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչության, Նռանե մանկապատանեկան թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի, անձամբ իմ եւ ամուսնուս Մխիթար Մոսմուշեղյանի անունից շնորհավորում եմ տիկին Ռոզային այս հրաշալի գրքի ծննդյան կապակցությամբ, մաղթելով նորանոր ծնունդներ եւ ջերմ ու նշանակալի այսպիսի հանդիպումներ։ Վերջում ուզում եմ հավելել, որ ես անձնական երաշխավորությամբ տիկին Ռոզային ներկայացրել եմ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամության։ Այդ գրածը կտակ ինձ պահեք։ Սիրելիներս, ես ուզում եմ տեղեկացնել, որ այստեղ այսօր մեզ հետ ներկա են նաև տիկին Ռոզայի երկու քույրերը, նրա փորնիկը եւ փորնիկի կինը։ Հաճելի է, երբ ընտանիքի անդամները նույնպես համալրում են գրական այս քննարկումների, այս սեղանների շուրջ նստելով, ներկա լինելով, լսելու այն գնահատականները, որը տալիս են ընկերները։ Մենք գիտենք, որ ընտանիքում անչափ սիրված է տիկին Ռոզան, բայց կարծում եմ նոր զգացումներ են, չէ՞, եւ դուք լսում եք ընկերներից կարծիքները տիկին Ռոզայի մասին։ Սա ինքնաճանաչողության մի նոր գիծ է, որը կարծում եմ ձեզ համար կլինի շատ հաճելի։ Ուզում եմ ծափահարել տիկին Ռոզայի ողջ ընտանիքին, հանձինս նրա քույրիկների Դելա, միշտ կտեղավորվեն մեր նոր հյուրերը, մեր Վանո Թադեոն, մեր հրաշալի տենորը, համաշխարհային, հիմա նկարծում եմ իր կատարումով մեզ կհիացնի, ափսոս մի քիչ ուշ եկավ։ Այո, իսկ հիմա ես դրա համար ասի, թող տեղավորվի, որ Գագիկին մեզ ներկայացնում։ Ահա։ Մեր հրաշք ընկեր, մեր ընկերության մերան, Գյումրու պատվավոր հրաշք մի քաղաքացի, որը նոր նորքի հրաշալի որդեգիրն է։ Այո, մեր հպարտություն, մեր սիրելի, մեր հումորիզմ, բազմաթիվ գրքերի հեղինակ, ամբողջ օրը գրքի ու մշակույթի հետ խմորված ու շաղախված մեր հոգևոր հաց կերտող Գագիկ Վարդանյանը։ Եվ երբ տվող, բայց էլ ասում եմ, խումբիշտ ասում եմ, նոր նորքի գրադարանը մեր հորանց տողն է։ Հիմա ես իրեն հոգևորքի եմ անվանում։ Ատեղից ես խոսում։ Լավ է, որտեղ բոլորիդ է տեսնում։ Ժորա ջան, Վարդանյան, հարազատներ ջանին սիրած բառն եմ ես օգտագործում, հարազատ բառը, ես ամեն մարդու չեմ լսե, գիտեցեք։ Ես հասկացար 7 ամիսների կուտակված ասելիք կար ստեղ։ Հետո Ընկեր Սարգսյանը մեկ ակադեմիական ժամ, երկու ակադեմիական ժամի խոսար, ես պարզ կսեմ, հաճելի լսել։ Բայց կա մեկը որ հաճելքով չեր լսի։ Չկսեմ, դրա համար հետո միջավայրը, մթնոլորտը շատ հաճելի է։ Ստեղ մենք պես շատ գեղարվեստական համարներ չունենք, պես սեղմված ծրագիր չունենք, ստեղ հավաքվել ենք, որ կիսվին, արտահայտվի, սրտի հետ խոսանք, դրա համար ես պես լսելով եմպես հաճ եմպես հավեսով լսեցի չեք պատկերացնել։ Ժորաներ սպես ձերը տնջիստակ եկամ նգարեցը մեզ չիտեմ ինչ է դեղնի, սիրարված է ինչ ես ինչ տիրտենտուն է, Նայ է, բայց ինչու չէ,
կարելի է, ինչ չէ, լավ։ Ուրեմն ես հասկացար, ուրեմն կուտակված ասելիք կար։ Ռոզա ջան, ես ասեմ, ստեղ բոլորն էլ քեզ լավ են ճանաչում, ներկայացնելու կարիք չկա։ Պարզապես մեր գու բառս եմ, դու ընկերասեր ես, մարտասեր ես, մանկավարժի դժվարին ճանապարհ ես ցանցել, շատ դժվարին 50 տարիներից ավել եւ սենք եւ մի ողջ Գերդաստանի նահապետուհի ես։ Միայն դու կարող ես սրտի հետ զրուցել։ Սիրտը ամեն մարդը չի թողնի, ամեն մարդու չի թողնի, որ հետը զրուցես։ Մեդաքսեն լավ խոսք ունի, մեդաքսեն մի օրը ինձ սատ է, ինձ շատ կսիրեր, պերաշկի բան, չիբուրեկի շատ կեներ, քսեր որ եկար Երևան անպայման ինձի հանդեպ էի։ Օրեմ շուտ կասես որ քեզ համար չիբուրեկ ենեմ, բայց ավ գագիկ դու ինձ հետ կարտում ես, իրա երտողից մի հատ ասենք հատված երտող է։ Դու այդքան սիրված կյանքը կարճ այսքան ինչու սրտիս մեջ եղար ինքնասպան։ Ոայ փաթը դե ոայ եղար ինքնասպան։ Այսինքն ամեն մարդ սիրտը նուրբ օրգան է։ Մոտորն է, չէ, շարժի ճուշն է մարդու եւ դու կարողացել ես հետը զրուցել։ Հալալեղնի քեզ է։ Հոգով սրտով ուրեմն շնորհավորում եմ Ռոզա ջան։ Հետո մենք արևը գնահատում ենք ոչ թե իր բարձրության համար, այլ իր տված ջերմության համար։ Մարդկային արժանինքները չափվում են ոչ թե ունեցվածքով, այլ իր կատարած լավ գործերով Շահին ջան։ Ես 1000 անգամ կրկնված մեկ հատիկ բարքես։ Մեր լավ ընկեր։ Շնորհակալություն։ Մենք ծափարենք։ Ովքեր ֆինանսավորում են, ովքեր տես կարող եք գործերը մնալ թղթի վրա տարիներով, միշտ գիտեցեք։ Մթնոլորտ են կան լավեր, այստեղ մանկավարժ ընկերներ կան, մեզ իրար կարոտած կաշեն որ, ձերդուրն եկավ չի դեր պաճեր, կարգեր ինչ են երկեց, երներ ոտի մեջ թողեց, այ գիտեք ինչն է խոսում, դա երկար չա, ընկերությունը, սերը մեկ է շինարարությունը չի սիրում պաուզա, չի սիրում պաուզա, բայց ես պաուզեն նրա համար էր, չի սիրել պաուզա, սերը շինարարությունը, ընկերությունը, բայց այս 7 ամիսները մենք գնացինք փորձության, ով կդիմանա այդ մեկուսացմանը, Ոչ թե դիմացանք, ինքնամեկուսացմանը, բայց տեսար իրոք շատ էիք կարոտել իրար, պատական չէր Նազենին հենց սկզբից խոսքը սկսեց կարոտել եմ ձեզ, չնայած ինքը հյումորով այսով կարոտել է։ Հելենի ամենամտերիմ, ամենասիրելի ընկերուհու, մեր սիրելի Մարիամ Կարպետյանի, մանկավարժ։ Ողջույններս բոլորին։ Պիտի ասեմ, որ շատ երջանիկ եմ այսքան լավ մարդ միատեղ նույն տեղում տեսնելու համար, բոլորից շատ կարոտել էի, որովհետև այստեղ ինձ այնքան հարազատ, այնքան մտերիմ մարդիկ կան, որոնց որ որոշ ժամանակ եթե չես տեսնում, իսկապես սրտիկ խորքում ինչ որ մի բան խլրտում է սրտիկ մեջ, ոնց որ ինչ որ բանի կարիք ես զգում, պակաս ես զգում։ Մեր բոլորի կողմից շատ սիրված, շատ հարգված, մեծատառով մարդ, լավ բանաստեղծուհի, ընտանիքի մեծ մայր, բոլոր արժանիքներով օժտված մարդ, որը արժանի է այս մեծարմանը։ Շնորհակալ եմ շատ։ Մեր կողմից եք շնորհավորեք բնական։ Անպայման։ Ես այն գրքի մեջ գտնվող անուն ազգանուններ ունեցող մարդկանցից այն երջանիկներից մեկն եմ, որի անուն ազգանունը տեղ է գտել Ռոզա Վարդանյանի գրքում, ի շնորհիվ մեր մեծապատիվ պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանի, որը չգիտեմ ինչպես ինձ նկատել է, շնորհակալ եմ դրա համար։ Ես որքանով ծանոթացա Ռոզայի այս գիրքը, մի կյանքի դպրոց է յուրաքանչյուրիս համար եւ մեզանից հետո եկող սերունդների համար կյանք դաստիարակելու, նիստուկած դաստիարակելու, ընտանիքի արժեք իմանալու համար հզոր կյանքի դպրոց է այս գիրքը, որին ես որպես մանկավարժ կտամ, որ բոլոր երիտասարդները ընթերցեն։ Եվ շնորհավորելով սրտանց մեր սիրելի Ռոզային կարճ կապեմ, որովհետև
էլի խոսողներ կան։ Մի խոսքով շատ ուրախ եմ բոլորի տեսնելու համար եւ շնորհակալ եմ Ռոզա ջան հրավերի եւ այստեղ գտնվելու համար, որ այսքան շատ լավ մարդկանց հետ կարոտը սառը։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ, սիրելի Մարիամ։ Խոսքը ուզում եմ փոխանցել միջազգային հարաբերությունների մարդու իրավունքների պաշտպանության հայ համայնքի գծով գնդապետ Սուսաննա Սուքասյանին։ Համեցեք։ Խոսքս ուզում եմ սկսեմ շնորհակալությամբ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Շնորհակալ եմ ձեր ստեղծագործությամբ։ Այդ մեկ բառը այնքան պատասխանատվության տակ է դնում մարդուն։ Իր մեջ ներառելով գետնական ուժ մարդուն ավելի պարտավորեցնում է իր ստեղծագործ աշխարհում։ Երբ հայ մայրը մեկ զավակ է ծնում, մեկ զինվոր է ծնում, երբ աղջիկ է ծնում, մի ամբողջ ազգի դաստիարակության համար նա մեծ գրավական ունի իր կյանքում։ Այսօր մեր ստեղծագործ մշակույթի մարդկանց ուսերին բավականին լուրջ խնդիր է դրած։ Այո, պարոն Միրզոյանն ասեց, որ ուսումնական բնագավառում լիքը բաց թողումներ կա։ Պետության հիմքում ամենակարևորը ուսումնառությունն է։ Դա հիմնասյուներից մեկն է, այո, ու շատ կարևոր է, որ այսօր ձեր վրա դրած պատասխանատվությունը դուք պատվով կրեք։ Ու ես վստահ եմ, ձեր ուժերի վրա, ձեր բոլորի ստեղծագործ աշխարհում դուք կկարողանաք ձեր պատմությունը կերտել, ձեր ուսերին դրված այդ մեծ պատասխանատվությամբ դուք կկարողանաք ազգ կերտել։ Շնորհակալ եմ նախ բոլորիցը, ձեզ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նաև ձեր կանգառ բանաստեղծության համար, որը իրոք ինձ հուզել է, կանգառ մանկաբաժ, բժիշկ, հոգեբան, այո, մենք բոլորիս դերը մեր երկրում է, մեր պետության մեջ, հիմքը մենք այստեղ պետք է դնենք։ Եթե այդ սերմերը մենք ուրիշտեղ ենք ցանում, պտուղները ուրիշներն են խաղում։ Տիկին Էման ասեց, որ բերքը կարող է 50 տարի, կապ չունի, մենք բերքը երբ կստանանք, կարևորը բարի պտուղ ցանենք, կարևորը սեր ցանենք, սեր խաղենք, երբ որ մենք տալիս ենք դրական էներգիան, չենք կարող բացասական ունենալ։ Նորից ու նորից կրկնում եմ շնորհակալություն, ստեղծագործ աշխարհ ձեզ եւ հայ ազգի իր մտավորական դերակատարության ճակատը միշտ թող փայլի, որովհետեւ պատմությունը միշտ շարունակվում է։ Այսօր վաղը կարող է դառնալ պատմություն եւ կուզենամ, որ դուք բոլորը պատվով մենք ձեզ հետ միասին որպես ընթերցող կարողանանք պատվով հաղթահարել այս բոլոր դժվարությունները։ Շնորհակալ եմ։ Ես հաճախ ասում եմ, որ մեր մշակույթը դա վերին աշճանի կարևորագույն մաս է։ Մեկը այսօր ինձ դիտողություն արեց, թե բարձրագույն մշակույթը, բայց առուն ինքը շատ փոքր է, շատ նեղ է, շատ կչկչալով գնում է, բայց օվկիանոսին ինքը վերջում արդեն ջրառատություն է տալիս։ Այնպես որ ես շնորհավորում եմ այստեղ ներկա գտնվող բոլորին, նշանակություն չունի մշակույթի մարդ է թե ինչ է, կարևորը արվեստասեր է։ Ու թող որ մեր բոլորի առողջության, երջանկության գրավականը լինի այս ամեն ինչը, շնորհակալություն քեզ, Ռոզա ջան, ընդ որում ասեմ, Ռոզան այնքան մեծ մարդ է դարձել, որ նույնիսկ Իվան Անտոնյանը այն լորվա արվեստագետներ հաղորդաշարը երբ որ բացել էր, մի ֆիլմաշար նվիրել էր մեր Ռոզա Վարդանյանին ու այսօր ես ավելի հպարտացել եմ, որ մեծագույն լորեցին քո կրսկին փայլում է։ Շատ շնորհակալ։ Ապրես Ալիջան։ Ես երջանիկ եմ, որ դու կաս։ Մի քիչ ուշացումով, բայց մեզ միացավ մեր սիրելի ռեժիսոր, ասմունքով, երգահան, մեր շատ սիրելի Զեփյուրը Սարդարյան, որի խոսքը սիրով կուզենայինք լսել։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, Տիկին Ռոզա ջան, իսկապես շնորհակալ եմ, նույնիսկ ուզում եմ հիշել, թե մենք ոնց ենք ծանոթացել, բայց ինձ համար մնացած բարեկամությունն է գրադարանում, այո, մտերմացրել է շատ շատերի։ Շնորհակալ եմ այդ ծանոթությանը։
Մի բան եմ ուզում ասել, երբ որ մենք Վանաձորում ձեր գրքի շնորհանդեսին ներկա էինք, հոբելյանական երեկոներ, հա, ես տենց ինքնաբուխ իմ սեփական ստեղծագործությունը երգեցի եւ տենց մնաց երևի բոլորի հիշողության մեջ, ես երգիչ չեմ, բայց ես ուզում եմ մի հատ ինձ կօգներ երևի, հա, բառերը գտնեմ, Տոմիտաս։ Ինչի եմ ուզում սա թույլ տվեք, խնդրում եմ քննադատաբար չմոտենաք, ուզում եմ սա, որովհետև այն բոլոր ստեղծագործություններում, որոնց ես հասցրել եմ ծանոթանալ, ձեր մտերմական, ձեր ընկերական մոտեցումներում ես տեսել եմ այն պարզությունն ու մաքրությունը, որի մեջ կա արդարացիություն, որի մեջ կա ոչ սուտ եւ ոչ հնարովի բան։ Եվ մենակ դա է կապում մարդուն։ Որովհետև այսօր շրջացած բառերով որևէ մեկին չես կարող կապել քեզ, պարզապես գեղեցիկ ճոխ խոսքերով որևէ մեկին չես կարող կապել քեզ, քո անձին, քո, չգիտեմ։ Հիմա թույլ տվեք, ինձ չգիտես ինչի, ինձ թվաց, թե այսօրվան շատ համահունչ էր այս ստեղծագործությունը։ Ալագյազ բարձր սարին Ձյունակիքվել կատարին, սարի ճամփեք բաց եղեք, երթամ հասնեմ իմ յարին, ալագյազ բարձր սարին, ձյունակիքվել կատարին, սարի ճամփեք բաց եղեք, երթամ հասնեմ իմ յարին, ախ իմ ճամփեն քարոտա, սիրտը սերված յարոտա, ղարիբի օրննի սև, ազիզ յարին կարոտա, ղարիբի օրննի Aziz yarin karoda Yaris tesar Lalis gılxin taliser Campata ve kaysarer Zerovari galiser Ahim campen karoda Sirte servuk yarota Campa bate kaysarer Zero bari galiser Bir խոսքով շնորհակալություն Համեցեք, ծափարենք մեր հրաշալի երկչին, մեր աշխարհաջանանչ երկչին, հրաշալի տենոր Վանոն Թադեոն Շնորհավորում եմ ուրեմն հանդեսի համար։ Շատ լավ ընտրել եք զրույց սրտի հետ։ Ամենի մտավորականի սիրտը այսօր շատ կարևոր է, որ զրույցի մյուս մտավորականի սրտի հետ ունենանք մեծ գնահատականներ մեկս մյուսով, որպեսզի պահպանվենք եւ շարունակենք ազգ մնալ։ Այսօր մեծ օրինակ է, այսօր մեծ ծառայություն է ձեր կողմից, Տիկին Վարդանյան, ուղղակի ուրախ եմ, որ դուք այս պահին առաջերտին գտնվում եք հոգեկան մեծ բավարարության մեջ եւ փոխանցում եք մեզ։ Աշխատում եմ ինքս։ Ինչպես ինձ ասում են իսպանահայ տենոր, Գագիկը ասում է, բայց գյումրեցու մատորով։ Հայտնում են, ասում են Վանո Տադեոն Բարսելոնայում ասինչ տեղը պետք է ելույթ ունենա, գյումրեցու մատորով է, հաղթեգը։ Գագիկ ջան, ուրախ եմ, որ այսօր գյումրեցու հումորը նաև քեզ հետ բերել ես եւ միշտ բոլորի կողքին ես, բոլոր ուրեմն արվեստագետների, մտավորականների կողքին։ Տիկին Ռոզա ջան, կցանկանայի կատարել մեկ ստեղծագործություն Կոմիտասից, քանի որ այսօր մտավորականների օր է եւ տոն, կուզեմ մատուցել Կոմիտասի կանչե կռունգ ստեղծագործությունը։
ինձ թվում է մթնոլորտի հետ ինքը համահունչ է։ Շատ շնորհակալ։ Խնդրեմ, սիրով։ Կանչե կարոն, կանչե, քանի գարոն է, غریبներով սիրտը Կռունգ ջան, կարոն է, կռունգ ջան, կարոն է, ախ սիրտս արոն է, կռունգ ջան, կարոն է, կռունգ ջան, կարոն է, ախ սիրտս կարոտ է, կանչե կարոն, կանչե, քանի աշխարհն արեքակ սիրտս կարոտ է, կռունգ ջան, արոտ է, կռունգ ջան, արոտ է, ախ սիրտս կարոտ է, կռունգ ջան, արոտ է, կռունգ ջան, արոտ է, ախ սիրտս կարոտ է, կանչե կարոն, կանչե, քանի արև է աշնան գերթած երգիր Yaris pareve Kıruncan areve Kıruncan areve Ah yaris pareve Kıruncan areve Kıruncan areve Ah yaris Շատ շնորհակալ եմ, որ այսօր այդքան դժվար պայմաններում, այդքան ծանր վիճակում, հետո այսօր դերեք այստեղ, որ ես պատկերացնում եմ ու դուք եկեցիք, դա ինձ համար ամենամեծ պարգևներից մեկն է։ Ուրեմն ուզում եմ, որ այս գրքի գինեծոնը կատարվի իմ հարգարժան ընկերների, հարազատների կողմից, նրանց կողմից, ովքեր մեղավոր են այս գրքի ծննդի գործում,
ովքեր մեծ աջակցությամբ ու մեծ աջակցությամբ կարողացա այս գիրքը ստանալ։ Եվ այժմ մենք կինեծոնը կանենք, հետո վերջում ես իմ խոսքը շնորհակալական կասեմ։ Դուք երկը կփոխանցեք ներկաները կստորագրեն։ Այո, անպայման։ Ծափահարություններով։ Թողորժների ու բարի ճանապարհ լինի Տիկին Ռոզա ջան։ Հա, ապրեք Թող շատ։ դառնա յուրաքանչյուր ընթերցողի սեղանի զարդը։ Ես ուրեմն ներկաներին խնդրում եմ, որպեսզի բոլորը հասցնեն գիրքը փոխանցելով ստորագրել, մինչ այդ ես խոսքը սիրով նորից տալիս եմ մեր գեղեցկուհի Նազենի Արզումանյանին։ Լավ, տորթն էլ բերեցին։ Փոխանցում եք գիրքը։ Սիրելի բարեկամներ, հասավ մեր միջոցառման երևի վերջին րոպեներն ենք այս պահին, այո, նախավերջին րոպեներն ենք վայելում, որ միասին ենք, եւ շատ մեծ ուրախությամբ, շնորհակալությամբ բոլորի դիմում եմ եւ ուզում եմ հանձնել պատվոգրերի հանձնման արարողություն։ Բրավո, ծափահարություններ։ Դա ավանդույթ է Նորքի գրադարանում, գնահատման այնպիսի չափանիշներ ունի Տիկին Նազինեն, որ դրանք ուղղակի հիացմունք են պատճառում։ Շնորհակալություն ձեզ, Նազենի ջան։ Պատվոգիր տրվում է Հայաստան հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանի, Ռոզա Վարդանյանի, Զրույց սրտի հետ գրքի հրատարակչական աշխատանքները պատշաճ իրականացնելու համար։ Չեմ կարող չհամբուրել։ Ոչ մի կորոնավիրուս։ Հետ բաց չի անելու կորոնան։ Սիրելի բարեկամներ, տրվում է պատվոգիրը Շահեն Հովսեփյանի, Ռոզա Վարդանյանի Զրույց սրտի հետ գրքի հրատարակչական աշխատանքների աջակցության համար։ Նաև մեր գրադարանի հետ ջերմ համագործակցության եւ ընկերության համար։ Շահեն ջան։ Ես պետք է խնդրեմ Այաս սրճարանի որևէ ներկայացուցիչի, որ մոտենան էստեղ։ Սիրելի բարեկամներ, գիտեք ինչ եմ ուզում ասել, երբեմն բոլորովին կարող է, չէ, սրճարանը ընդառաջ չգալ մեր խնդրանքին, բայց ես երբ որ եկել եմ եւ ասել եմ, որ մշակութային միջոցառում է լինելու էստեղ, շատ այսպես բարյացկամ վերաբերմունքով, ժպիտով, նույնիսկ հետաքրքրասիրությամբ եւ ես այդ ամենը գնահատում եմ, ոնց կարելի է չգնահատել այսօր եւ այս ժամերը վայելեցինք միասին, ի շնորհիվ Այաս սրճարանի տնօրինության։ Ես խոսել եմ բոլորովին ուրիշ տղայի հետ, բայց կապ չունի, երևի միտեղ որ աշխատում են, բոլորը իրար նման են, չէ՞ լինում բարյացկամ։ Ես այսօր տնօրենի հետ ծանոթացա։ Ուրեմն Այաս սրճարանի տնօրեն, շնորհակալագիր Կարեն Պապիկյանին գրադարանային միջոցառման ընթരാճ գնալու, աջակցելու եւ գեղեցիկ ընդունելության համար։ Բրավո։ Այս մյուսն էլ Ռաֆայել Մամիկոնյանին, Ռաֆո եմ ես միշտ դիմել, ասեցի անունդ ոնց է, երիտասարդ է, Ռաֆո, այդպես էլ մնա, գրել եմ Ռաֆայել, նորից ընդունելության համար, բարյացկամ վերաբերմունքի համար, եւ նաեւ ես ուզում եմ, որ այսօրվա սրճարանները իմանան, որ կա գրադարան, կան գրադարաններ Հայաստանում, որ այսպիսի գեղեցիկ միջոցառումներ են անում եւ որ այսպիսի սերուցք է հավաքվում գրադարաններում եւ այսօր էլ այս սրճարանում է։ Ես հուսով եմ, որ սա շարունակական է լինելու։ Շնորհակալություն։ Եվ վերջապես տրվում է բանաստեղծուհի արձակագիր վաստակավոր մանկավարժ Ռոզա Վարդանյանին զրույց սրտի հետ գրքի հրատարակման գրադարանի գրքային ֆոնդը համալրելու եւ մեր ընկերության համար շարունակական
բարեկամ թող լինի։ Անպայման։ Գրքերը ծնվեն, հերթ չտան, մեկը մյուսին։ Այո։ Եվ բոլորս ընթերցենք, կարդանք եւ մեր գրադարաններում ավելանան ընթերցողներ։ Ես քուն դադար չունեմ, մեր իմ փոքրիկ հարցներից մեկը ասում է, թե մեր տանը հարցներ շատ կան, 5 կին ենք, 5 հարց ենք, օջախի, 3 սերնդի ու մի տանն ենք ապրում, այն մի հարցը ասում, այ դա չես օգնում այդքան գրելու։ Ասեմ այ բալաջան, ես դրա մեջ հանգստանում եմ, այնպես որ ես չեմ դատարելու գրել։ Սիրելի բարեկամներ, բայց դա կապ չունի, որ մենք գրադարանում չենք, մեր ավանդույթը շարունակվում է եւ մենք ունենք Տիկին Ռոզայի գինին, հաջորդ գինեձոնին։ Ծափահարություններ եւ վերջ։ Կբացենք հաջորդ գինեձոնը։ Ես ուզում եմ կրկին անգամ շնորհակալությունս հայտնել ձեզ բոլորի մշակույթի բոլոր նվիրյալներին, մշակույթի գործիչներին, իմ ընկերներին, իմ բարեկամներին, որովհետև երկար ճանապարհ ենք կտրելու եկել, որ կարողանանք մեկս մյուսից ինչ-որ մի փոքր ջերմություն պատճառենք, մեկս մյուսից գեղեցիկ պահեր պարգևենք եւ այդ պահերը դուք բոլորդ ինձ պարգևեցիք եւ ցանկանում եմ, որ բոլորիս կյանքում լինեն միշտ ուրախորը եւ ժանիկ պահեր, որպեսզի մենք այլևս տրամադրությունը գցելու կամ նեղվելու որևէ խնդիր չունենանք։ Ես ուզում եմ Հայաստանը բարգավաճի, զարգանա, խաղաղ լինի, որ մեր բնակիչները, մեր երեխաները, մեր մանուկներն ու մեծերը ապրեն անհոգ ու անխռով։ Ես մաղթում եմ ձեզ բոլորի երջանկություն եւ կրկին անգամ երախտագիտությունս եմ հայտնում այսօրը ինձ պարգևելու համար, իմ օրը տոն դարձնելու համար, այսօրը գեղեցիկ պահեր պարգևելու համար։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։